թեև ասում եք, որ նորմալ է համարում Աննա Հակոբյանի այդ արձագանքը, բայց նա շարունակում է պնդել, որ խախտվել են ուսումնասիրության դրանով իր իրավունքները, ու նաև խնդրել է ձեզ հարցնել, որ 2022 թվականին Իմ քայլը հիմնադրամի անունը որևէ կապ ուներ Իմ քայլը համանուն դաշինքի հետ, մոտ էր թե ոչ, այն ժամանակ տարբեր անուններ էին հնչում եւ եւս մեկ հատ, խնդրում եմ կասեք, պատրաստվում եք հրաժարվել ձեր հայցից թե ոչ։ Հայցից հրաժարվելու մտադրություն չունենք, հայցը համարում ենք ամբողջությամբ հիմնավոր եւ ստեյցիան կարծում որ այն պետք է որ տեսանելի ապագայում արդեն քննի վարչական դատարանում ենթադրում են պետք է որ լրագրողների համար բաց լինի, դեպս պիտի որ կարողանաք նաեւ գաղտնիաբանեք Ինչ վերաբերվում է 2022 թվականի Շիրակի մարզի հետ կապված իր հայտարարություններին, ապա պիտի ասեմ մի քանի բան։ Առաջինը հնարավոր է որ նման բան եղել է եւ այն մեր աչքից վրիպած լինի, որովհետեւ մենք տեղական տեխնիկակառավարման մարմինների ընտրություններում այդքան մանրամասն չենք իրականացնում երկարաժամկետ դիտորդությունը, ինչքան համապետական ընտրություններում։ Ընդ որում ավելին մենք երբեք նույնիսկ համապետական ընտրությունների ժամանակ այդքան մանրամասն դիտորդություն եւ այդքան երկարաժամկետ դիտորդություն չենք իրականացրել, ինչպես այժմ։ Ինչու՞ մեզ հնարավորություն է տալիս հաճախ նայել ավելի շատ process-ների վրա, նաեւ այնպիսի process-ների վրա, որոնք նախկինում մեր ուշադրությունից դուրս են եղել։ Ինչ վերաբերվում է բուն այդպիսի հնարավոր իրադարձություն եղած լինելուն 22 թվականին Շիրակի մարզում էր, չէ՞, կարծեմ ինքը ասում ընտրությունների եւ բարեգործության ընտրությունների ժամանակ բարեգործության ապա պետք է ասեմ երկու բան Շիրակի մարզում ես չեմ հիշում որ բնակավայրերում են եղել 22 թվականին ընտրությունները Գյումրին 21-ն էր, ես համարյա վստահ եմ, որ Գյումրին 21-ն էր, եթե հիմա չեմ սխալվի, ամեն դեպքում մարզով չի համայնքով է, այսինքն կարող է եղել է բարեգործություն մի համայնքում, բայց եղել է ընտրություններ այլ համայնքում։ Եթե եղել է բարեգործությունը եւ ընտրությունները նույն համայնքում, նույն ժամանակահատվածում, ապա այդտեղ ոչ միայն խնդիր կա, այլ նույնիսկ ավելին դա վարչական իրավախախտում չի։ Եվ եթե հիմնադրամի ղեկավարը այդ ժամանակ եղել է կուսակցական անձ, իսկ Մխիթար Հայրապետյանը կուսակցության անդամ է տարբերություն Աննա Հակոբյանի, եթե ես հիմա ամեն ինչ ճիշտ եմ հիշում։ Եթե հիմնադրամի ղեկավար եղել է կուսակցական անձ եւ դա եւ այդ երևույթը տեղի է ունեցել, այսինքն նույն համայնքում ընտրությունների հետ միաժամանակ բարեգործություն ապա դա արդեն նույնիսկ վարչական իրավախախտում չի, դա քրեորեն պատժելի արարքի մասին ենք մենք խոսում, եւ եթե Տիկին Հակոբյանը նման տեղեկություններ ունի, ապա թող դա ներկայացնի հանցագործության մասին հաղորդման տեսքով դատախազություն կամ հակակոռուպցիոն կոմիտե։